երրորդ օրն է հացադուլը։ Այսօր արդեն 4-րդ օրն է, ինչ վիճակում է, ինչ է փոխանցել ձեզ եւ նաեւ այս գործին անդրադառնալով երբ եք տեսնում այս շղթայի կտրվելը, որ նմանատիպ գործերով եք պարբերաբար չհանդիպեք դատարանների վարկերում։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ սկսեմ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի շուրջ ստեղծված իրավիճակից մենք տեսանք, թե դատարանը ինչպիսի ապօրինի որոշում կայացրեց եւ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյան հենց դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ, այսօր արդեն հացադուլի 4-րդ օրն է եւ ընդհանուր ժամեր առաջ հրապարակվեց նրա ուղերձը, որտեղ նա ողջույններ էր հասցնում բոլորին, հատկապես այն մարդկանց, ովքեր որ անհանգստանում են, ովքեր որ բարձրաձայնում են թեյի Վազգեն Սարգսյանի ինքնազգացողությունը նշել է, որ բավարար է, անկոտրում է, չնայած այն բանին, որ երեկ մենք տեղեկացանք, որ իրեն տեղափոխել են բաժախոտ, որը որ ստորության չլսված բան է։ Ինչու են տեղափոխել բաժախոտ, ինչ էր արել, հացադուլ հայտարարելու համար։ Գիտեք, այսպիսի գործողությունները ռեժիմի կողմից բնավ զարմանալի չեն, որովհետև մենք գործ ունենք մի իշխանության հետ, որ շարունակաբար փորձ է անում ամեն կերպ ճնշել իր քաղաքական հակառակորդներին եւ այս պարագայում երեկվա տեղ ունեցածը բնավ զարմանալի չէ եւ այս իշխանությունների օրոք, հա, երբ որ մենք խոսում ենք քաղաքական բնաջնջումների մասին, հա, այսօր մենք օրինակ տեսեք հավաքվել ենք այստեղ շրջակցություն հայտնել Դավիթ Համբարձումյանին, այս ամենը փաստում է այն մասին, որ գործող վարչապետը ընդհանրապես բացի այն, որ կալանավորում է մեդիա դեմքերին քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սահակյանյան, կալանավորում է իր ընդդիմադիր քաղաքական հակառակորդներին, այս ռեժիմը նաև կալանավորում է այն համայնքապետերին, ովքեր որ չեն ենթարկվում իրեն եւ ունեն հստակ ընդդիմադիր քաղաքական կեցվածք։ Դավիթ Համբարձումյանն է, այս պարագայում Վարդան Ղուկասյանն է եւ ռեժիմը հստակորեն նաեւ սրանով ցույց է դնում, որ ինքը չի հանդուրժելու անգամ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում գոնե ինչ-որ ազատություններ կամ ժողովրդավարության, այսպես ասած, Շնորհակալություն։